Պարոն նախագահ, դուք հարցազրույցներից մեկում կարծեմ 4 տարի առաջ, սա այս թեմայի շարունակությունն է, նշում եք, որ հիմնական վտանգը տեսնում եք Թուրքիայից Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը։ Հիմա այս 4 տարվա ընթացքում այդ սպառնալիքները արդյոք ավելացել են, ինչ-որ փոփոխություն կրել են, ինչ նոր իրողություն կա այս ամենի վերաբերյալ եւ արդյոք որևէ դեմն առնելու, հաղթահարելու բան տեսնում եք դուք հնարավորություն։ Նայ, հիմա աշխարհը միաբևեռից գնում է դեպի բազմաբևեռ։ Եվ այս անցումային շրջանը որոշակի անկայուն դրսևորումներ է ունենալու եւ այդ տեսանկյունից ավելի վտանգավոր պահ է նաեւ Հայաստանի համար, քանի որ սպառնալիքները կան եւ չեզոքացված չէ մեր քաղաքականությունը։ Նայեք, ինչ անում Թուրքիան։ Ակնհայտ երևում է, որ Թուրքիայում Օսմանյան երազանքը նոր ինչ-որ զարգոնք է ստանում։ Թուրքիան փորձում է իր առաջնորդությամբ միավորել թուրքախոս երկրներ։ Նույնիսկ հիմա խոսում են ընդհանուր ռազմական ուժերի մասին։ Սա սպառնալիք է թե ոչ։ Իհարկե սպառնալիք է։ Հիմա այս կոնտեքստի մեջ մենք ավելի պետք է լրջանանք, թե չպետք է վերջապես լրջանանք։ Թուրքիայի սպառնալիքը մեր վրա մնում է, իրենց նպատակը ակնհայտ է։ Մենք ինչ որ մի խորտ մարմին ենք, մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է։ Եվ դա իրենց ազգային շահն է։ Ու չեն կարող մեղադրել թուրքերին, ասել թե ինչու եք սա անում։ Բայց մի հատ հասկանանք, Թուրքիայի այս տարածաշրջանում ով կարա զսպել։ Ինձ անուն տվեք մի երկրի, որը ի վիճակի է այս տարածաշրջանում զսպել Թուրքիայի։ Էստոնիան։ Հաստատ Էստոնիան չի։ Ուրեմն կա Ռուսաստանը, որը այս 3 պետություններից Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան ամենից հզորն է իր պոտենցիալով։ Եվ առնվազն վերջի մի քանի 100 տարվա ընթացքում այդպես է եղել։ Եվ աշխարհակաղակական իրավիճակը իդեպ շատ չի փոխվում, քանի որ աշխարհագրությունը չի փոխվում։ Հիմա մենք մնում ենք մեր տեղը, Թուրքիան իր տեղը, Թուրքիայի ամբիցիաները աճում են եւ այդ ամբիցիաների աճը որոշակի սպառնալիք է մեզ համար։ Ու խոսքը չի գնում նրա մասին, որ մենք արհեստական ձևով սկսենք սրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իհարկե ոչ։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, դուք գտեք մեկ անզգուշ հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ։ Ես ձեզ կարող եմ ասել 18-ից մինչև 20 թվականը Հայաստանի առաջին դեմքը ինչ կարգի հայտարարություններ էր անում Թուրքիայի դեմ։ Մի հատ հիշեք։ Իմ 10 տարվա ընթացքում դուք ասեք մեկ անզգուշ հայտարարություն Թուրքիայի դեմ։ Հիմա սա պատասխանատվության հարց է։ Դու այս գործը հասկանում ես։ Սա մեկ եւ երկրորդը դու բավարար պատասխանատվություն ունես, թե չունես քո արածի համար պատասխան տա։ Ուրեմն մենք չպետք է սրենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պետք է փորձենք այո լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, որպես լավ հարևան, բայց մենք չպետք է շանտաժի ենթարկվենք։ Եվ այդ շանտաժի ենթարկվելու միակ գործիքը ունենալ այնպիսի գործընկեր, որը զսպելու է Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Պարզ չէ այդ։ Եթե կա ուրիշ երկիր, ասեք։ Էլի դեմ չէ։ Ման գնանք այդ երկիրը։ Հիմա Միացյալ Նահանգները ակնհայտ է, որ հիմա ասած մի քիչ ուրիշ դիրքավորում է փորձում ունենալ միջազգային հարաբերությունները։ Հեգեմոնից փորձում է շարժվել դեպի այլ կարգավիճակ։ Եվ իդեպ այս 2 օրվա Տրամպի ելույթը Էլ-Ռիադում շատ հետաքրքիր էր։ Ինձ մի քիչ նմանացրեց Բարակ Օբամայի ելույթը Կայրոում, ինձ առաջի տարին իր նախագահությամբ, բայց հետո Միացյալ Նահանգները արեցին ճիշտ հակառակը։ Հիմա Միացյալ Նահանգները ասում են մենք հեգեմոն չենք։ Ունեն այսօր մրցակից Չինաստանը եւ փորձում են կենտրոնանալ այդ տարածաշրջանում։ Հաստատ հարավային Կովկասով Միացյալ Նահանգները ակտիվ չեն զբաղվում։ Հաստատ չեն զբաղվում, դա ակնհայտ։
Հիմա մենք մեր անվտանգությունը համապարփակ ապահովելու համար մենք պետք է մտածենք, թե չպետք է մտածենք։ Եվ սա այն դեպքը չի, որ դու ասես լիքը հնարավորություններ ունես այդ հարցը լուծել։ Որտի հարաբերությունները պետք է վերականգնել գործընկերային, ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ իհարկե ես մեկ անգամ դա հայտարարել եմ, ներառել նաեւ Իրանի գործը։ Իրանը եւս մեզ համար իհարկե բարեկամ երկիր է։ Բարեկամ երկիր է ոչ միայն նրա համար, որ մենք հարևան ենք, այլ նաեւ շատ པարս ընդհանուր շահեր մենք ունենք այստեղ։ Հայ-ռուսական այդ հարաբերություններին սարքել միգուցե այդ հարաբերությունները եռանկյուն է, նաև գումարել Իրանի կոմպոնենտը։ Հայաստանի իշխանությունը, պարոն նախագահ, Թուրքիայի վտանգը չեզոքացնելու շատ ուղիղ տարբերակ է առաջարկում։ Ասում է, ասենք Արարատը մերը չի արագացնա մերը մի վտանգ չեզոքացավ։ Ասենք ցեղասպանության հարցով չենք զբաղվում միջազգային ճանաչման, երկրորդ վտանգը չեզոքացավ։ Մենք ասում ենք Արևմտյան Հայաստան գոյություն չունի, մյուս վտանգը չեզոքացավ։ Ինքը չեզոքացնելու այդ տարբերակներն է առաջարկում։ Բայց դա դուք կարծում եք, թե Հայաստանում, եթե ինչ-որ մեկը խոսում է Արևմտյան Հայաստանի մասին, դա վտանգ է Թուրքիայի համար, ոչ մեկը այդ վտանգը որպես վտանգ չի դիտում։ Ուրիշ վտանգի մասին մտածի մեզ համար։ Արևմտյան Ադրբեջանի վտանգի մասին մտածի։ Իմ տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանը ավելի շատ տեսնում է Արևմտյան Ադրբեջանի կոնտեքստի մեջ։ Տպավորությունս այդպեսին է։ Դուք կարծում եք որևէ մեկը լուրջ մտածում է, թե Արարատ սարը, ասենց Արարատ սարի վրա մենք աչք ունենք, մեզ համար դա սիմվոլ է, բայց դուք երբևէ որևէ ողջամիտ քաղաքական ասենց գործիչ նախկինում լսել եք, որ մենք ասենք, այս Արարատը գնան գրավենք եւ այլն։ Բայց անդուրջ է։ Հա մեզ համար սիմվոլ է, մեր ազգային ինքնության մի մասն է, բայց դա չի նշանակում, որ մենք նման կարգի ծրագրեր ենք ունեցել։ Այդ կարգի ավանցյուրիզմը ոչ ոք չէր տարա։ Հիմա ինչ անում է այդ տեսանկյունից Արարատը չի արագացնի եւ այլն, դա ինքը անում է ոչ թե Թուրքիայի համար, ինքը անում է հենց մեզ, մեր ներսում, մեր ազգային սիմվոլները, մեր ինքնության մաս կազմող պատկերացումները, մեր պատկերացումները մեր մասին, ինքը դա է քանդում։ Թուրքիայի համար չի անում։ Ցեղասպանության ճանաչումը, այո, սա ինչ-որ մի կոմպոնենտ էր, որը իրոք փոքր, բայց մաս էր կազմում մեր անվտանգության։ Դե ցեղասպանություն ապրած ժողովուրդը այդ տեսանկյունից ինքը որոշ ինչ-որ չափով որոշ առավելություններ ունի այսօր իր անվտանգությունը ավելի սուր ընկալելու տեսանկյունից։ Նայեք, քանի տարի անցել, բայց Իսրայելի համար Հոլոկոստը արդարացնում է Իսրայելի այսօր, իրենք արդարացնում են Հոլոկոստով իրենց գործունեությունը Գազայում։ Թվում է թե կապ չունի։ Բայց իրենք ասում են մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդը, մենք տեսել ենք դա ինչ է, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որ նման կարգի վտանգ սպառնալիք այլևս Իսրայելը չունենա։ Սրանով են հիմնավոր։ Եվ մենք ցեղասպանության հարցը ոչ միայն sense էմոցիոնալ անկյանտակ ենք դիտում։ Ես կոնկրետ այդ հարցը դիտում եմ մեր անվտանգությունը ամրացնող որոշակի կոմպոնենտ որպես։ Սա է նպատակը։